մի դրական բան եմ ուզում, տենդենս եմ ուզում արձանագրել ձեր վիդեոներում, վերջերս ձեր նայում եմ այդ ձեր վիդեոները առավոտյան, հատկապես որ հեգնում եք այդ ուժեղներին բանին, հələ ջիմ արաբան, մի տեսակ հետաքրքիր յուրահատուկ սարկազմ է նկատվում ձեր մոտ, որը ինձ էլ է տպավորել, որոշել եմ ես էլ այդ ոճով ձեզ հարց տալ, հուսով եմ դեմ չեք։ Տեսեք, դուք անընդհատ չնայած նրան, որ դուք մեզ սպառնում եք, չգիտեմ, էլ պատերազմով, էլ ծնոտդ կոտրվի, էլ չգիտեմ ինչ կլինի, անգործ կմնաք, ժողովրդին եք սպառում տարբեր բաներով, դուք ինքներդ հսկայական թիկնազորով եք շրջում, որոնց որոշ անդամներ օրինակ եկեղեցում տալիս են 2 րոպե ունեմ, 10 տարեկան երեխայի ծնոտ են, չգիտեմ, ջարդում, չնայած լավ թիկնապաներ ունեք իդեմս օրինակ ձեր լյովի եւ այլն, այդքանով հանդերձ մենք ձեզանից չենք վախենում։ Փոխարենը դուք ուզում եք, որ մենք վախենանք օրինակ Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից, Գագիկ Ծառուկյանից, ինչ է մեզ երեքի անունը տալիս, որտեղ այդ երեքին դուք տես փաթեթով սարքել եք վերջերս ձեր տեսանյութերից մեկում բան, եռագլուխ հրեշ ու ասում եք, որ այ եթե ինձ չընտրեք, այս մարդիկ են գալու, այդ հրեշները ձեզ չգիտեմ ինչ են անելու։ Ուզում եմ հասկանալ Ռոբերտ Քոչարյանի ինչից պիտի մենք վախենանք։ Դուք անձամբ վախենում եք Ռոբերտ Քոչարյանից։ Եթե վախենում եք, ես չգիտեմ, շփվել եք իր հետ թե չէ, ես որպես իր հետ շփված մարդ անկեղծ կարող եմ ասել, հեչ վախենալու չի։ Էլի ձեր ոճով ասում եմ, դուխով, եղբայր, դուխով։ Իրանից վախենալ պետք չի, բայց խնդրում եմ իրանով մեզ էլ մի վախեցրեք։ 18 թվին Սերժի Մերժեցիք, տեսանք ինչ եղավ, դուք ընտրվեցիք, 21 թվականի Քոչարյանով վախեցրիք, էլի ինքը եկավ դուք ընտրվեցիք, հիմա էլի ուզում եք Քոչարյանով վախեցնել։ Ինչի համար եք ուզում Քոչարյանով մեզ վախեցնել։ Կամ այն խեղճ Ծառուկյանին ինչ եք բերել մեջ մտցրել, սարքել եռագլուխ։ Իրանք ինչով են վախենալու, ինչով են ավելի վախենալու, քան Արման Թաթոյանը, Սուրեն Պետրոսյանը, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյանը, էլ ինչ-որ մարդիկ, ՀԱԿ-ը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր վերլուծին։ Ընդհանրապես որևէ մեկին ժողովրդին առավել եւս վախեցնելը դա անհետեցություն է, որովհետեւ եթե վախենալ որևէ մեկից պետք է, որպես ահարկու ուժի, դա ժողովուրդն է, ուրիշ որևէ մեկից վախենալու անհրաժեշտություն որևէ մեկը չունի, որովհետև Հայաստանում ժողովուրդը իշխանության բարձրագույն կրող է եւ աղբյուր է եւ կարող է կայացնել ցանկացած որոշումներ, հետեւաբար վախեցնել ժողովրդին դա կներեք ոչ ճիշտ ձևակերպում է, որովհետև ժողովուրդը գերագույն ուժ է, գերագույն իշխանություն է, իշխանության տեր է, իմ գործատուն է, իմ ղեկավարն է եւ ես չեմ կարող նույնիսկ մտքովս անցնել, որ ես ժողովրդին վախեցնեմ։ Էսա պատճառը, որ մենք նաեւ ժողովրդին փորձում ենք հաշվետու լինել մեր արածների, մեր չարածների մասին եւ հաղորդակցության մեջ լինել։ Ինչ վերաբերվում է ձեզ այդ հաղորդակցությանը, ես հաղորդակցվում եմ երբևէ գուցե ազատ ոճով, երբևէ գուցե ստեղծագործաբար, երբեմն գուցե պատկերավոր, երբեմն գուցե էմոցիոնալ, բայց ես չեմ հիշում, որ ես ձեզ սպառնացած լինեմ ծնոտ ջարդելով, ես ընդհակառակը հիշատակել եմ այն դեպքը, որի մասին դուք ինքներդ եք պատմել, ես այդտեղ ներկա չեմ եղել, կներեք, ես նկատում եմ, որը մեկին սպառնալու ընդհանրապես միտում եւ մտադրություն չունեմ, ինչ վերաբերում է այդ վախենում ես, չես վախենում, այդ բան անիմաստ խոսակցություն է։ Ինչ վերաբերվում է պետական պահպանության ծառայությանը, պետական պահպանության ծառայությունը ինստիտուտ է, որը աշխատում է իր գործառույթները իրականացնելու ուղղությամբ եւ պետք է աշխատի իր գործառույթները իրականացնելու ուղղությամբ։